Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ես ձեզ ողջունում եմ FM 106 եւ 5 հաճախականության վրա կամ լրատվական ռադիոյի եւ գործարար ալիքի թվային հարթակներում։ Սա Modus Vivendi հաղորդաշարն է, Արա Պապյանի հեղինակային հաղորդումն է սա։ Դեռևս հեռավար կապի միջոցով պարոն Պապյանն է մեզ միացել առաջին վիրտուալ խոսափողի մոտ եւ Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ։ Ռադիոյում նախազրույցի ժամանակ պարոն Պապյանը մեզ հուշեց, որ հաջորդ շաբաթ հավանաբար Հայաստանում կլինի, այնպես որ շատ շուտով մենք մեր զրույցները կշարունակենք ոչ թե առցանց, այլ դեմ դիմաց մեր տաղավարում, ինչը մեզ շատ ուրախացնում է։ Ողջույն մի անգամ եւս պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Հայաստանի հետ կապված միջազգային իրադարձությունները մենք ոնց որ թե քննարկել ենք, նենց որ եկեք ավելի գլոբալ process-ների մասին խոսենք, եթե դեմ չեք։ Երկու գլոբալ process կա, ինչպես անցած հաղորդմանը նշել էինք, խոսքը գնում է ռուս-ուկրաինական պատերազմի եւ ԱՄՆ-Իրան լարվածության մասին, նաեւ Գազայի մասին խոսենք խաղաղության, ինչպես peace, խաղաղության ոնց է կոչվում Տրամպի հիմնադրած նոր կառույցը, խաղաղության Peace board կոչվում։ Այո, խաղաղության խորհուրդ հայերեն թարգմանությամբ, Այո։ խաղաղության խորհրդի մասին։ Երկու ուղղությամբ էլ բավականին ակտիվ բանակցություններ են գնում անդադար, բայց կարծես թե երկու ուղղությամբ էլ հանգուցալուծումը չի երևում, պարոն Պապյան։ Ընդհանուր առմամբ պարսիկները բանակցում են, բայց ես քիչ առաջ վերլուծաբանների էի լսում, եւ բանակցում են եւ պատրաստվում են ռազմական օպերացիայի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ բանակցում են եւ պատրաստվում են ռազմական գործողությունների, Ռուսաստանը եւ բանակցում է եւ ակտիվ ռազմական գործողությունների մեջ է, Ուկրաինան նույնպես։ Այսինքն մի ձեռքով բանակցում են, մի ձեռքով պատերազմում են։ Երբ ես այս վիճակը տեսնում եմ, ես հիշում եմ, որ երբ կար Մինսկի խումբը, հայկական կողմը հաճախ պնդում էր, որ չի կարելի մի ձեռով բանակցել եւ մի ձեռով պատրաստվել պատերազմի, մենք Ադրբեջանին էինք մեղադրում, բայց պարզվում է, որ մարդիկ ոչ թե մի ձեռքով պատրաստվում են պատերազմի, այլ նույնիսկ մի ձեռքով պատերազմում են։ Աշխարհը շատ է փոխվում, կարծես թե։ Ընդհանրապես, քանի որ պետության հիմնական գործառույթը դա երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովումն է, հետեւաբար անկախ իրավիճակից պետությունը միշտ պիտի պատրաստվի պատերազմի։ Օրինակ ամենալավ օրինակը Շվեյցարիան է, Եվրոպայի կենտրոնում չեզոք երկիր, թվում է որևէ վտանգ չկա, աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն է։ Ինչու՞։ Որովհետև այսօր վտանգ չկա, վաղը վտանգ կարող է լինի առաջանա, իսկ երբ որ դու դուրս ես եկել այդ հիմնական մայրուղուց, այսինքն պաշտպանունակություն ամրացնել, դժվար է վերադառնալը։ Հիմա տեսեք Եվրոպայի օրինակը, որը հույսը դրել էր մեծապես Միացյալ Նահանգների վրա, մեկ էլ հանկարծ հայտնվեց մի իրավիճակ, որ եկավ մի նախագահ եւ արմատապես փոխեց իր պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքը։ Չի նշանակում, որ Եվրոպան վտանգի մեջ է, բայց իրենք խնդիրներ ունեն եւ հիտա պիտի վերադառնան։ Իդեպ դրա մասին ժամանակին Դեգոլն էր զգուշացնում, որ գիտեք Ֆրանսիան դուրս եկավ, մտավ ՆԱՏՕ, անընդհատ տարբեր խաղերի մեջ էր, որտեղ ասում էր չափից ավելի մենք հույս ենք դնում այսպես կոչված տրանսատլանտիկ link այդ կապի վրա եւ մի օր կարող է մնանք այսպես ձեռնունայն։ Հիմա ձեր նշած երկու համաշխարհային աշխարհաքաղաքական դիմակայությունները, որոնք կարող են վերաճել պատերազմի, ուղղակիորեն են վերաբերում Հայաստանին։ Ուղղակիորեն վերաբերում Հայաստանին եւ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես ինչի մասին մենք տարիների վեր խոսում էինք, որ մերձավոր արևելքը եւ Ռուսաստանը դառնալու են, հիմա դարձել են առաջիկա, այսինքն մի 15-20-25 տարվա հիմնական շահերի բախումների տեղը, թեև կրկնեմ ինչ որ նախորդ հաղորդումների ժամանակ էլ ասեցի եւ դրա մասին ենք խոսել, էլի հիմնական հակառակորդը Չինաստանն է, սա ածանցիալ, այս երկուսն էլ ածանցիալ է ըստ էության Չինաստանին մեկուսացնելու, Չինաստանին տնտեսապես թույլատնելու մեջ։ Հիմա այս մեր վրա բնականաբար ազդում է եւ իրենք այո փորձում են, եթե հնարավոր է առանց արյուն թափելու եւ առանց պատերազմի, իսկ պատերազմը շատ ավելի ծախսաշատ է, քան ցանկացած բանակցային գործընթաց, այդ ձևով հասնել նպատակների։ Նախորդ անգամ էլ ասեցի, հիմա էլ եմ կրկնում, որ ես չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը իր ցանկությունները կարողանա բանակցային ճանապարհով իրականություն դարձնել։ Ուրիշ բան, որ հրաժարվի ցանկությունը, այսինքն գնա էական զիջումների, բայց երբ որ նայում եմ ես աշխարհին ոչ թե շարքային իրանցու
տեսանկյունից, որին ահա շատ պետք է լեզու գտնել արևմուտքի հետ, բացվել աշխարհին, պատերազմ չունենալ եւ այլն, ուրիշ է, բայց երբ որ ես նայում եմ աշխարհը, ասենք այդ հոգևոր առաջնորդների տեսանկյունից, որոնք 70-80 անց մարդիկ են, դաստիարակված են այդ կրոնական եւ շահիդիզմի, այսինքն մարտիրոսվելու գաղափարով եւ ինքնազոհությամբ այո, հատկապես իրենք չեն լինելու զոհվողները, նրանք պատրաստ են զոհերի գնալ։ Հիշենք, որ Մաո Ցեդունը ժամանակին առաջարկում էր, ասում էր եկեք կռիվ սկսենք կապիտալիստական աշխարհին, ճիշտ է, մի 60% աշխարհի կոտորվի, հարյուրավոր միլիոնավոր մարդիկ կզոհվեն, բայց ժողովուրդը կմնա կապրի կոմունիզմի դարաշրջանում։ Հիմա էլ այդ նույն բան չեն պատրաստ չեն զիջելու, ինչու՞։ Որտեղ չմոռանանք, որ Իրանը այն երկիրն է, որտեղ երբ որ հեղափոխություն եղավ 79 թվականին, հիմնական կարգախոսը եւ հիմնական, այսինքն միտումը, այդ ռամ դա հակաարևմտականությունն էր եւ հատկապես հակա ԱՄՆ-ն դիրքորոշումը։ Եվ երբ որ ես առաջին անգամ 92 թվականին գնացի Թեհրան, երբ որ Հայաստան նոր էր անկախացել, գնացի դեսպանատուն պիտի բացեի, եւ Սովետը նոր էր բնականաբար Հայաստանում այս առ-ոչինչ դարձել, ինչ շատ հիշեցրեց սովետական միությունը, այդ կարգախոսները, որ բանը կորչի Միացյալ Նահանգները, այդ իմպերիալիզմը եւ այլն, պարզապես կրոնական գաղափարախոսությունը այդտեղ գերիշխում էր, այսինքն դասակարգային գաղափարախոսությանը։ Ես հիշենք, որ բոլշևիկները ելնելով մեր փորձից, հասկանում են, որ իրենք պատրաստ էին ամեն ինչի գնալու, բայց չզիջել իրենց, ասենք, դիրքերը։ Հետևաբար այս գործընթացը գնում է, իմ կարծիքով սա կհանգեցնի եւ պարբերաբար սա լինելու մինչեւ ներքին ընդդիմությունը այնքան հաստարավոր կանա իշխանապողությունը, սա կհանգեցնի ինչ որ այսպես հարվածների, թիրախային ոչնչացման, որևէ մեկը ցամաքային դասական առումով պատերազմ չի սկսի Իրանի դեմ եւ ընդհանրապես հիմա այդ դասական պատերազմը կարծեք թե ավելի ու ավելի հետ է մղվում, հիմա թիրախային ոչնչացնում են նպատակները, տեսնեն ինչ կլինի տարբերակը նոր դրանց հետո, բայց խիստ անկանխատեսելի իրավիճակ է, այո։ Ի վերջո ինչ որ մեկին պետք է բայց այդ խաղաղությունը, թե չէ, որտեվ Խոմեյնին ես նայեցի, ասում է որ որոշում է կայացրել պլաններ կազմել, թե ինչ պիտի լինի իր մահից հետո։ Այսինքն նախ այս ձեր ասացին, որ զոհվողը իրանք չեն, Խոմեյնին կարծում է, որ զոհվողը ինքն է։ Զոհվողը չի, ինքը եթե զոհվողը լիներ, ինքը չէր այսօր թաքնվի ամենախորը բունկերներում եւ չէր խուսափի։ Գիտեք, նախկին առաջնորդը Խոմեյնին, ոչ տեսել Խամենեին, երբ որ նա էլի մեծ տարիքում վատացավ, այսինքն իրենք Եվրոպայից լավագույն բժիշկներին էին բերում, լավագույն դեղորայքն էին բերում, նա չէր շտապում գնալ աշխարհներից լավագույնը, այսինքն մյուս աշխարհը։ Մի էլի միջադեպ պատմեմ, 92-ին, երբ որ ես գնացի Թեհրան, ուրեմն վաճառում էին փոքր պլաստիկե բանալիներ, այս չափի, այսինքն բանալիներ էր, խաղալիք։ Ինձ թվաց այն խաղալիքներ էին։ Երբ որ ես հարցեցի, սա ինչ է, ասին դրախտի բանալի է։ Ասի ոնց, ինչ ասում դրախտի բանալը։ Պարզվեց ինչ են անում։ Քանի որ պատերազմի ժամանակ ականապատ դաշտերը շատ էին, սկզբից փորձել էին կենթանիների քշել այդ դաշտերի վրա, որ ականազերծվի, բայց երբ որ մի երկու պայթում ականը, ասենք այդ էշեր, հիմնական էշ էին օգտագործում, էշերը էշ համառությամբ չէին գնում։ Եվ ինչ է տեղի ունենում։ Տեղի էր ունենում ուղեղների լվացում 13, 14, 15 տարեկան երեխաներին դրախտի խոստումներով եւ այսպես ասած քարոզչության տակներով այդ բանալները վզդերից կախում էին, ուղարկում էին ականապատ դաշտ, որովհետեւ իրենք պայթելով պայթեցնեն եւ ճանապարհ բացեն տեխնիկա համար, որովհետեւ տեխնիկան եւ զինվորը կարևոր էր իրենց համար։ Հիմա ում է պետք խաղաղությունը։ Խաղաղությունը ընդհանրապես պետք է նրանց, ովքեր որ զոհվում են։ Եթե մենք նայում ենք պատերազմին եւ մի զգտում ենք իհարկե խաղաղության, բայց որ պատմության նայում ենք, խաղաղությունը կա այն ժամանակ, երբ որ չկա պատերազմը, բայց պատերազմ գրեթե միշտ է եղել։ Այսինքն պատերազմն է բնական վիճակը, դա հակամարտություն է, ինչպես կենթանական աշխարհում դու ունես
այդ տարբեր խմբերի մրցակցությունը այդ պատերազմը կա ուրիշ բան որ 20-21-րդ դարում նախ այդ երկարատև պատերազմները փոխել են իրենց բնույթով արդեն 12 օրվա պատերազմը երկարատև է համարում կամ անգամ 44 օրը ավելի բայց նաև հարցը հետևյալն է պատերազմը ինչպես ասում ենք պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով ու ձևերով այ հիմա այդ միջոցներն ու ձևերն են փոխվել իսկ տնտեսական պատերազմը նույն բանը հոգեբանական կամ տեղեկատվական պատերազմը եւս պատերազմ հիմա որ ասում են խաղաղությունը հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դա անհետեթ պնդում է որտեղ խաղաղության պարագային քո թշնամին քո դեմ հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմ չի մղում իսկ այդ որ բացահայտ է չէ այդ որ այդ պատերազմը առօրյա կա սեփական ժողովրդին պատրաստելով պատերազմի եւ նաեւ համաշխարհային հանրությանը ներկայացնելով այդ ամբողջը հետեւաբար այսպես ասենք պատերազմի մասին խոսում են բոլորը բայց պատերազմում են նաեւ բոլորը դա էլ է պետք որպեսզի խաղաղություն լինի մեծ խաղաղությունը ամենից շատն է պետք ես ասեմ ցես բայց այն քաղաքական գիծը որ տարվում է սա ոչ թե խաղաղության ամրագրումը այլ էական զիջումների միջոցով պատերազմի հետաձգում որը շատ ավելի ծանր է լինելու մեզ համար օրինակ նույն 44-րդ պատերազմը եթե օրինակի համար նման մի պատերազմ ուներ դրանից 10 տարի առաջ գուցե եւ շատ ավելի մեզ համար լավ կլիներ մենք շատ ավելի քիչ զոհերով կկարողանանք ինչ որ խնդիրներ լուծել դրա համար բայց իշխանությունը չի ուզում իր օրոք պատերազմը եւ ցանկացած իշխանություն այդ ձև եղել է բոլոր իշխանությունները զիջումների գնալով ի վերջո երբ որ զինադադարը 94-ին կնքվեց ինչու գնացին զինադադարի եւ ոչ թե պարտադրանքի խաղաղության պայմանագիր կնքելու, որը հանգիստ կարելի է 1000 զոհով պարտադրել Ադրբեջանին վերջնականապես կապիտուլյացիա ինքիչան, որտեղ այդ 1000 զոհը մեր համար թանկ էր, բայց 1000 զոհը խնայած 94-ին դարձավ այդ ամբողջ պատերազմի ընթացքում մի 5000 զոհ այդ տասնամյակների ընթացքում սնայպերների պատերազմի եւ բախումների մի 5000 զոհել արդեն 44 օրյա հետագայում այսինքն տասնապատիկ ավելացավ բայց դժվար է որևէ իշխանություն չի ուզում պատասխանատու լինել ներառյալ այս իշխանությունը կտրուկ որոշումների համար այո ձեր ասածը շարունակելով ուկրաինական ճակատ գանք այդ տրամաբանությամբ է որ Զելենսկին չի համաձայնվում այսինքն որոշում է որ մի փոքր էլ զոհ տա նաեւ Ռուսաստանը մի փոքր էլ զոհ տա բայց հասնի իր ցանկացած ռեզուլտատին այդտեղ էլ կարծես թե Վիտկոֆն ասում է որ բանակցություններ կան process կա մեծ հաշվով ամեն ինչ էլ կա այդտեղ հասել են միայն տարածքների մասին է չէ վեճը եթե ես ճիշտ եմ հասկանում իմ վերջի ընթերցած տեղեկատվությամբ այդտեղ բոլոր կետերը հաստատվել են բացի այդ մարզերի մի հատվածի զորքերի ուկրաինական զորքերի դուրս բերելուց ինչին Զելենսկին կտրականապես դեմ է գիտեք երբ որ դուք բանակցում եք դուք չմերժելու համար միջնորդներին որոնք որպես կանոն ազդեցիկ են լինում դուք տալիս եք ձեր համաձայնությունը բոլոր հարցերին բայց արկախ եք թողում մի հարց եւ լավ իմանալով որ այդ մեկ հարցը չի լուծվելու հետեւաբար այդ ամբողջ գործընթացը ավարտին չի ասվել, այսինքն դուք պատրաստ եք ձեզ զիջելու, այ նա դիմացինը դվատա, որ ասեմ այդ տրամաբանությունը գործել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ, երբ որ ես մեր ղեկավարությանը եղել է դեպքեր ասում եի, բայց ինչի եք այս հարցին համաձայնություն տալիս կամ պատրաստ եք եւ այլն, մեզ ակնհայտ ձեռնատու չի, ասում են, բայց Ադրբեջանը չի համաձայնելու, եւ Ադրբեջանը իսկապես չէր համաձայնվում այդ հարցերի շուրջը, որն էր կարգավիճակի հարցը Այսինքն ինչ է, չէ՞ ամբողջ հիմնական խնդիրը, այդ տարածքների զիջելու հարցը միշտ է եղել, որ հիմա ասում են, որ չգիտեմ, ծայրահեղ են, չեն տալիս եւ ուրիշ բան, որ մտադրություն չկար խորքի մեջ, մտքի մեջ տալու, բայց պաշտոնապես պատրաստակամությունը միշտ է հայտնվել, ի վերջո Այսինքն պարոն Պապյան, գալով բանին, չի եղել Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար, ով ասել է, որ մենք 7 շրջանները չենք վերադարձնելու։ Ես ինչքան մամուլը նայում եմ, բոլոր ղեկավարները, թե Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ասում էին, որ այո, այդ 7 շրջանը կտանք, բայց ինչ որ գործընթացներից հետո։ Միանգամայն ճիշտ եք, հայկական կողմի հիմնական պնդումը եղել է նախ կարգավիճակ, հետո տարածքների զիջում, իսկ Ադրբեջան կողմը ասում էր չէ, նախ զիջում, հետո 5 կամ 10 կամ 15 տարի հետո նոր կարգավիճակի հարց եւ
ռեֆերենդումի ճանապարհով այն էլ այդտեղ էլի տարաձայնություն կար։ Հայկական կողմը ռեֆերենդում ասելով հասկանում էր նախկին լղիմի տարածքում հարցախույս համապատասխան քվեարկություն, Ադրբեջանը պնդում էր, ասում էր, չէ, ռեֆերենդում պիտի լինի ամբողջ Ադրբեջանի տարածքից, որովհետև Ադրբեջանն է ոնց որ ասած այդտեղ ուժող կողմը եւ այլն, այդ էր հարցը։ Բայց ըստ էության երկու կողմերն էլ լավ էին հասկանում, որ այդ բանակցային ճանապարհը փակուղի է միշտ տանելու։ Պարզապես ի տարբերություն մեզ Ադրբեջանը ավելի խելոք վարվեց, ինքը պատրաստվեց պատերազմի եւ զինվեց, հայկական կողմը վատ պատրաստվեց եւ իսկ դրա հիմքում ընկած էր այն, որ Ռուսաստանը թույլ չի տա որպիսի մեծ պատերազմ լինի, այդ 3 օր ինչ որ բախում բան կլինի, բայց քանի որ Ռուսաստանին ձեռնատու է, որ չգիտեմ, մենք պանթուրքական ճանապարհը փակենք, նման ինչ որ բաներ, որոնք տեսականորեն ճիշտ են, բայց կա ուտեցումներից, գիտեք, օրինակի համար ստեղծվեց իրավիճակ, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ պատերազմում, քան, այսինքն այսօրվա վիճակով, քան հետագա պանթուրքիստական վտանգը։ Թուրքերը մի ասացվածք ունեն, ասում են նախ դոլսուն, սողան olsun։ Այսինքն այսօրվան նախ ցած հետո կտեսնենք տարբերակը։ Ռուսաստանը մտածեց հետեւյալ ձևով. այսօր տալով Ղարաբաղը ես շահեմ չեզոքությունը նրանց, որտեղ այդ հարավը իսկապես լրջագույն խնդիրներ կարար իր համար ստեղծեր, իսկ Թուրքիան նաև Ռուսաստանի Դաշնության ներսում, հետո կտեսնենք, դա չի նշանակում, որ վաղը Ռուսաստանն ու Թուրքիան չեն բախվելու եւ այլն, շահերի բախում կա, բայց ուղղակի խնդիրն այն է, որ այս քաղաքականությունը վերում է նրան, որ Ռուսաստանը այնքան է թուլանում, որ այլևս պարզապես կգա ժամանակ, որ ոչ թե ինքը չի ուզենա դեմն առնել այդ պանթուրքիզմի, պանթուրանիզմի, այլ չի կարողանալու։ Եվ մենք արդեն դրան շատ մոտ ենք։ Այսօր ռուսական կարողությունները մենք տեսնում ենք, որ ինքը գնում է զիջողականության, հենց այդ պատճառով, այս ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, որը խժվում է նրա ռեսուրսների զգալի մասը, նյութական, մարդկային, դիվանագիտական ամբողջ, ինքը չի կարողանում։ Ժամանակին թուրք մի դեսպան կար, Շոքրու Էլեկդախ, նա մի հոդված էր գրել, վաղուց արդեն մի քանի տասնամյակի արդեն, կոչվում էր 2.5 պատերազմի ստրատեգիա։ Եվ նա համարում էր այսպես, որ Թուրքիան պիտի կարողություն ունենա միաժամանակ 2.5 պատերազմ մղելու։ Այն ժամանակ Հայաստանը չէր էլ անկախացել իդեպ։ Սա որ ասում եմ շատ դրանց առաջ էր։ Հունաստանի դեմ, Հայաստանի դեմ լիարժեք պատերազմ եւ կես պատերազմ, ներքին պատերազմ քրդերի դեմ։ 2.5 պատերազմի, այսինքն այդ Էլեկդախի տեսությունն է։ Հիմա հարց է առաջանում։ Ռուսաստանը չուներ այդ դոկտրինը, չգիտեմ, բայց կարողություններ չուներ, որտեղ Ռուսաստանի տարածքի մեծությունը մի կողմից լավ է, թվում է, չէ, ինչքան երկիրը մեծ է բան, բայց մյուս կողմից դրա պաշտպանելն է խնդիր։ Դա քեզանից հսկայական ռեսուրսներ է պահանջում, մարդկային, նյութական, տեխնիկական եւ այլն։ Հիմա դու չես կարող հեռավոր արևելքից բերես զորքերը տեղափոխես կամ օրինակ դու լավ նավատորմ ունես, Խաղաղ օվկիանոսյան նավատորմը լավագույն նավատորմներից է, բայց դա Խաղաղ օվկիանոսի համար է, դա նախատեսված չի Սևծովյան նավատորմ։ Մի Սևծովում դեռևս մի քանի տարի առաջ մինչև պատերազմը Ուկրաինայի դեմ ռուսական նավատորմը 11 անգամ զիջում էր Թուրքիայի նավատորմին, Սևծովի նավատորմի մասին խոսքը։ Հիմա վստահաբար շատ ավելի է զիջում։ Դրա համար էլ ստիպված այդ իրողությունները հաշվեն առնել, որովհետև միշտ կարելի է ընտրողների համար կամ հեռուստատեսության համար լրագրողների համար խրող բաժակաճառ հիշեցնող ելույթներ ունենալ, որը անում են իդեպ նաև այսօր լսում ենք մենք այս ընտրապայքարը տարբեր այսպես գործիչներ, հատկապես այս նորամուտ եղածները, որ իրենք այսպես խելք են սորացնում, թե որ պետք է Հայաստանը ուժեղ լինի, այս լինի, բայց ասում է ոնց։ Եվ երկու հատ հարց տաս արդեն պարզ չի լինում, էլի, ոնցի հարցն է, բայց այդ ամբողջը կա։ Իրականությունն ուրիշ է։ Դրա համար էլ անգամ ընդդիմություն, երբ որ գալիս է իշխանություն, դառնում է շատ ավելի խեղճ, որտեղ իշխանությունը հասկանում է, որ իր ձեռքի արկա ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Ցավոք սրտի ներկա իշխանությունը քաղաքականությունը բերում են ավելի սահմանափակման մեղավորությունների։ Այո։ Պարոն Պապյան, երկու կոնֆլիկտում էլ ի վերջո վերջը
Երևում է թե չի երևում ես ձեզ, ոնց եք կարծում։ Կարծիքով Իրանի պարագային սա ալիքաձև գնալու է, այսինքն մեղմացում սրում, մինչև այն պահը կրկնում եմ, երբ որ ներքին ընդդիմությունը բավարար ուժ կհավաքի, կարողանա իշխանափոխություն անել։ Եվ երբ որ մենք տարիների խորքին ենք այս ամբողջը նայում, այո, ընդդիմությունը ուժեղացել է ավելի կազմակերպված է եւ այլն, բայց սա չի նշանակում, որ սա անվերջ կարող է շարունակել, որտեղ նման ռեժիմները, այսինքն կարող են մի օր այնպեսի ջարդ կազմակերպել, որ այդ արդեն այդ կուտակվածը թուլանա, մենք չգիտենք ոնց կլինի, բայց մի բան պարզ է, որ ժողովուրդը դժգոհ է։ Գիտեք, երբ որ դուք ունեք երիտասարդ բնակչություն, ես վաղուց եմ մի քանի տարի չեմ եղել Իրանում, բայց որտեվ առաջ շատ հաճախ է լինում, տարին 1-2 անգամ լինում էի, այդ փոփոխությունը նկատելի է, այսինքն երիտասարդությանը ուղիղ պահանջներ ունի, հագուկապից, բան ես մասնակցել եմ այսպես ասած այդ երիտասարդական տարբեր երեկույթների, տարբեր ողունց հաճախ ապշեցրել է, որ դրանք ինչքանով բաց են, այսինքն այսպես այդ երեկույթներ իրենք ներսում, այսինքն իրենք իրենց համար կամ անգամ կրոնական թաքեների այսինքն հավաքների եմ գնացել էլի եւ սա շատ կարեւոր է հետեւաբար այս կշարունակվի մինչեւ ինչ որ մի լուծում ստանա այս լուծումը հետեւյալն է որ Իրանը ամեն պարակային պիտի ընդունի Իսրայելի գոյությունը սա շատ կարեւոր հանգամանք է բոլորը մոռանում են սրա մասին ասում են Իսրայելը Իրանի դեմ է ճիշտ է դեմ է բայց ինչի է դեմ որտեւ Իրանն ասում է ոչինչ հասնելու եմ քեզ փրտեմ գցեմ ծովը բոլորից չգիտեմ ես անեմ են անեմ բնական է այս վիճակը այդպես է իսկ եւ բնականաբար նաեւ որևէ մեկը չի ուզում նման ռեժիմի ձեռքին ունենա ատոմային զենք որտեղ նման ռեժիմները վտանգավոր են բայց նաեւ Հյուսեյն Կորեայի օրինակը ցույց է տալիս երբ որ դու ունես ատոմային ռումբ քո հետ լրիվ այլ ձևով են խոսում իսկն հաշվի են նստում քո հետ Ռուսաստան-Իրան պարագայը կներեք, Ռուսաստան-Ուկրաինա պարագային իմ կարծիքով հաղթող կողմը ես ամենասկզբում եմ ասել, մենք առաջ քաղաքական ուժն են, որ պատերազմի երկրորդ օրը գնացինք Ուկրաինայի դեսպանատուն, որտեղ ոչ ոք չկար։ Ես այն ժամանակ ասել, Ուկրաինան հաղթել է եւ հաղթող է լինելու այս պատերազմի մեջ կախում ունի Ռուսաստանի պարտության ձևակերպումը ինչ անել, որտեղ անգամ եթե հիմա այելի գալիս ենք նրան ինչի չեն ուզում գան համաձայնության, որտեղ փոխադարձ վստահություն չկա։ Երկու կողմերն ընկալում են սա որպես զինադադար եւ ոչ թե խաղաղություն։ Ուկրաինան ասում է, եթե մենք պատերազմ կենք ինչ-որ մի փաստաթուղթ Ռուսաստանը փոխտվի 3-4 տարում նորից զենք կուտակի եւ կհարցակվի, Ռուսաստանն էլ ասում է, այդ ընթացքում Ուկրաինան կարող է ինքն խորացնել հարաբերությունները, որ ինձ դժվար է։ Հիմա այն օր ես լրատվությունների կարդում, որ Ուկրաինան հասցրել է իր դրոնների արտադրությունը տարեկան 1 միլիոն դրոնի։ Շատ լուրջ ռեզուլտատներ ունի, ես էլ եմ կարդացել, նոր հրթիռներ ունեն Ֆլամինգո, որը վերջերս կիրառել են, երկար սպասված հրթիռներ են ու բավականին լուրջ են ասի, այսինքն խոսքը գնալ Ուկրաինայի դեմիլիտարիզացիայի մասին ուղղակի ծիծաղալու է։ Ինքը դարձավ Եվրոպայի առաջին բանակը, բանակ չունեցող պետությունից, փաստորեն։ Այո, թանկին վճարեց, բայց դա է, բայց այստեղ միայն այդ զենքի ունենալը չի, այստեղ տասնյակ հազարավոր սպայական ձևավորեց, որ պատերազմի փորձ 100 հազարավոր մարդիկ, ովքեր որ ունեն պատերազմի փորձ, որը եւս կարևոր է։ Ինչի այսօր եվրոպական բանակը, գերմանական բանակը, որը մշտապես համարվել է լավագույնը իր կարգապահությամբ, համարվում է թույլ, որտեղ ասում են, այս բանակը տարիներ, տասնամյակներ է կռվի մեջ չի եղել։ Որովհետև այո, պատերազմն ուրիշ է, դու կարաս 1000 ու մի բան ունենաս, բայց չկարողանաս պատերազմի ժամանակ ճիշտ կիրառել եւ այլն։ Դրա համար Ուկրաինան հաղթող է նաև այն առումով, որ Ռուսաստանի այդ նպատակների իրականություն չեն դառնա։ Ուկրաինան ավելի ինտեգրվել Եվրոպայի հետ։ Այսօր Եվրոպա գնում է, վերջը տարբեր թվերով 8, 10, 12 միլիոն ուկրաինացու մասին է խոսքը, որ Ուկրաինայից դուրս է եկել, որոնց զգալի մասը, ճիշտ է, 2 միլիոնը գնացել է Ռուսաստան, բայց մնացած մասը Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Կանադա եւ այլն, եւ մարդիկ, ովքեր որ Ուկրաինայի տեղը չգիտեին, այսօր շատ տների վրա ուկրաինական դրոշ ունեն փակցրած, այսօր քաղաքագործիչները ելույթ են, ասենք Ուկրաինան դարձավ բանը, այն ասում է top 10-ի առաջի գիծը,
ճանաչելիության առումով, որտեղ Իրանի նկատմամբ վերաբերմունքը այլ է եղել, դա տարիների դա ընկալվել է որպես մարմանդ ընթացող կիսա անթեղված կրակ sense էլ ինչ որ մի բան, դա հակամարտությունա, որը 70-ից ի վեր կա։ Իսկ քանի որ Ուկրաինան շատ կտրուկ էր, երկրորդ Ուկրաինան Եվրոպայի նախադուրն է, ինքը մաս է կազմում Եվրոպայի, բայց նաև Եվրոպայի նախադուրն է, եւ բոլոր այսօր ինչ են այդ օրինակ հատկապես լեհերը, Բալթյան երկրները եւ մյուսները աջակցում լուրջ են աջակցում Ուկրաինային, որտեղ հասկանում են Ուկրաինայի պարտությունը նշանակում է հաջորդը իրենք են։ Դրա համար այս Ուկրաինայի նկատմամբ աջակցությունը լինելու է։ Դե մեր խնդիրը հետեւյալն է, մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Ձեր թույլտվությամբ ես ամփոփիչ հարց տամ, էլի հենց ձեր թեմայի շարունակությամբ է։ Ի վերջո, երբ այս ամեն ինչը տեղի ունենա, երբ ավարտվի այդ պատերազմը, արդյոք աշխարհում տեղի կունենա Յալտա-Պոցդամի նման բաժանում, թե բաժանումը քիչ այլ է լինելու եւ վերադառնալով մեզ այդ բաժանման մեջ, որոնք պիտի լինեն մեր գործողությունները եւ որ տեղում մենք կհայտնվենք ըստ ձեզ։ Իմ կարծիքով Թրամփի սկսած այս գործընթացը, այս խաղաղության խորհրդի որ կա, հենց այդ Յալտա-Պոցդամ կարգավիճակը փոփոխելուն է ձգտում, որովհետև ինչ էր Յալտա-Պոցդամը, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ստեղծված քաղաքական ռազմական իրավիճակի որոշակի ամրագրումներ, շահերի բաժանում, ազդեցության գոտիներ եւ այլն։ Հիմա բոլորը հասկանում են, որ ներկա Ռուսաստանը 45 թվականի Սովետ միությունը չի։ Հետևաբար ինչու նրան տալ իրավունք, օրինակի համար վճռորոշ ձայնի 1.5% տնտեսությունով, բան, հա, միակ կարողությունն է, որ ունի ատոմային զենք, բայց այսօր դա համարվում է, այսինքն քիչ, որովհետև նաև փորձություն է տալիս, որ ատոմային զենքի կիրառումն էլ այդքան էլ հեշտ բան չի, էլի, եւ լուրջ կասկածներ կան ատոմային զենքի պիտանելիության մասին, որտեղ 92 թվականից ի վեր ատոմային զինանոցը չի թարմացվել, իսկ ամենաերկար ոնց ասած հարստացված ուրանիումը շարունակում է վստահելի պայթյունավետանալ 35 տարի, ոչ ավել։ Հետևաբար այդ գործընթացը գնում է եւ փորձելու են։ Տեսեք, Հնդկաստանն է հայտ ներկայացնում, այսինքն մեծ երկիր եւ աջակիցներ ունի։ Թուրքիայի նման երկիրը, որը մեր տեսանկյունից մի բան չէ, այսօր ինքը փորձում է խաղալ իսլամական երկրի առաջնորդի դեր եւ ռազմական հզորություններ է զարգացնում եւ նկարտումներ ունի արդեն, որը ժամանակին Քեմանն ասում էր հեռու մնացեք, ասում էր այս սահմաններով եկեք ամփոփվենք, բայց նրանք ակնհայտորեն միտում ունեն իրենց ազդեցությունը գոնե պրոյեկտելու ինչ որ տարածության վրա եւ չեն բացառում նաեւ տարածքների զավթման հարցը եւ սրա համար է որ Հայաստանը ամեն դեպքում վտանգված է անկախ նրանից ինքը ինչ փաստաթուղթ էլ կստորագրի։ Դա համար Հայաստանին պետք է, ինչպես մենք ենք ասել ժամանակին, Միացյալ Նահանգների ոչ թե ներկայություն մասնավոր ընկերության ձևով ինչ որ տրանսպորտային վերահսկման ինչ որ, այսինքն երբեք մաքսավորը չի կարող երաշխավոր լինել։ Հիշենք Աստվածաշնչի մեջ մաքսավորները ամենավատ մարկանցից էին համարում, ամենահիպանելի մաքսավորները, այլ պետքա ռազմական դաշինք, ռազմական դաշինք, այսինքն ստորագրված փաստաթուղթ ամրագրած որոշակի բաներով, պարտավորություններով, սա է հարցը։ Եվ բնականաբար, բայց դրանից առաջ իհարկե հայկական հզոր ռազմաարդյունաբերության ստեղծումով եւ այլն, որովհետեւ մենք քանակի պատերազմ չենք մղելու եւ այսօր փորձենք այդպես չի, այլ մենք պետք է ունենք տեխնոլոգիական պատերազմի, որովհետեւ այսօր դա է եւ ցավոք սրտի Թրամփը խառնելով նախկին աշխարհակարգը պատերազմի հավանականությունը ավելի շատացրեց իհարկե։ Այո։ Սիրելի ռադիո լսողներ, մենք շարունակելու ենք հետևել միջազգային իրադարձությունների զարգացմանը, փորձելու ենք ձեզ պատմել ինչ է տեղի ունենում եւ ինչ են այդ իրադարձությունները նշանակում Հայաստանի համար։ Մի փոխեք ռադիոընթունիչի ալիքը։ Սա Modus Vivendi-ն էր Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Այսօր այսքանը։